Երևանի քաղաքապետարանը մեկնարկում է համայնքային ծառայությունների միասնական ես հարթակը։ Երևան Electronic Services, հաշվի առնելով, որ այս նախագիծը բավական ծավալուն է, նախատեսել ենք այն ներդնել, գործարկել փուլային։ Առաջին փուլում այն ֆունկցիոնալությունը, որը համարում ենք բավարար եւ արդեն իսկ օգտակար, արդեն իսկ գործարկված է եւ այսօրվանից կգործի։ Մեկ արտաբեմ, մեկ պատուհան հարթակը համախմբում է Երևանի քաղաքապետարանի եւ իր ենթակառուցվածքների միջոցով տրամադրվող բոլոր ծառայությունները։ Հարթակից օգտվելը շատ պարզ է, ընդամենը մեկ գրանցումով, մեկ անգամ գրանցվելուց հետո քաղաքացին կարողանալու է օգտվել քաղաքային ծառայություններից։ Համակարգն ինքնաշխատ եղանակով կճանաչի գրանցվածին, նրան պատկանող գույքերն ու տրանսպորտային միջոցները, կհաշվարկի դրանց դիմաց գոյացած պարտավորություններն ու կներկայացնի մեկ հարթակում։ Ես հարթակի միջոցով հենց այսօր էլ դուք կարող եք մտնել, գրանցվել, իդենտիֆիկացվել, տանից դուրս չգալով եւ օգտվել բոլոր հնարավոր քաղաքապետարանի ծառայություններից հենց ուղիղ տանից եւ առանց որևէ այլ հավելյալ խոչընդոտի։ Ես հարթակի հետագա զարգացումը իհարկե նաեւ ենթադրում է հեռախոսային հավելվածներ, որոնք որ հուսով եմ, որ մինչեւ տարվա վերջ պետք է ունենանք, պարոն Մանուկյան, կունենանք, հայացքը լավը չէր։ Պարոն քաղաքապետ, ես հարթակը հաշվի առնելով, որ բավական ծավալուն է եւ նաեւ նախատեսված է որոշակի գործընկերային հարաբերություններ, նաեւ միջազգային ներդրումների հետ, որոշ փոքր քննարկումից հետո հստակ կլինի ժամկետները։ 2025 թվականի հունվարի 1-ից կառուցապատման թույլտվությունների տրամադրման վարչարարությունն իրականացվում է բացառապես էլեկտրոնային եղանակով։ Միայն թե մինչ այսօր առկա են խնդիրներ։ Հարթակի տեխնիկական եւ կառուցվածքային խնդիրները էականորեն ազդում են վարչարարության պատշաճ որակի եւ ժամանակին իրականացման վրա, ինչը առաջացնում է խոչընդոտներ եւ անհարմարություններ կառուցապատման ոլորտի գրեթե բոլոր սուբյեկտների մոտ։ Ուստի վերհանված հարցերին ամենասեղմ ժամկետներում լուծում չգտնելու պարագայում առաջարկում ենք ձեր հանձնարարականը քաղաքաշինության կոմիտեի համապատասխան ստորաբաժանումների հետ քննարկել տվյալ հարթակի մինչ անկատարությունների վերացումը դիտարկել թեկուզ եւ ժամանակավոր կասեցման հնարավորությունը։ Քաղաքապետը վստահ է, նման հարթակները պետք է ներդրվեն փուլային եղանակով։ Մենք այս process-ը չենք կազմակերպել։ 6 ամիս անցել է, ժողովուրդ ջան։ 6 ամիս անցել է։ Եվ այո, պարոն Վարդազարյան, եթե շարունակի համակարգը այս ձևով աշխատել, համակարգ աշխատացնելու անհնարինության բերումով մենք ստիպված պետք է լինենք հրաժարվել համակարգից։ Սա հայտնում եմ իլուր աշխարհի։ Հաշվի առնելով 2027 թվականին Երևանում հյուրընկալվող համաեվրոպական մրցաշարն ու Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության մարզադպրոցի կառուցման հրատապությունը, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված որոշման հիմքով մեկ անձից գնումներ կազմակերպելու որոշում է կայացվել։ Այս շաբաթ արդեն կմեկնարկենք պայմանագրի կնքման եւ հետայսու արդեն շինարարության գործընթացը եւ այս ամենը հաշվի առնելով առաջարկում եմ այս հանձնարարականը արդեն հանել զեկուցումների ցանկից, հետագայում արդեն հանրային լրատվության եւ լուսաբանման միջոցներով աշխատանքների ընթացքը կապահովենք։ Այսուհետև քաղաքացիները չեն կարողանա ուղղակի օգտվել հասարակական տրանսպորտից եւ առանց վճարելու իջնել։ Օրենսդրական փաթեթը վաղը կքննարկվի ազգային ժողովում։ Առաջին եւ երկրորդ ընթերցմամբ նախատեսված է 24 ժամյա ռեժիմով նախագծի ընդունում, նշված նախագծով նախատեսված է, որ քաղաքապետի որոշմամբ է սահմանվում այն աշխատանքային ստորաբաժանումը, որը իրավասու է լինելու համապատասխան վարչարություն իրականացնել։ Ունենք քաղաքացիներ, ովքեր որ մտածում են, միգուցե որ եկել է, այսպես ասած, անվճար տրանսպորտային երթևեկության ժամանակը, հարգելի քաղաքացիներ, այդ ժամանակը ավարտվում է եւ հատուկ ուզում եմ նախազգուշացնել, որպեսզի հետո նաեւ այդ այսպես ասած մեծ բողոքները չլինեն, բա ինչի է այսպես եղավ, օրենսդրական փաթեթ է քննարկվելու վաղը ազգային ժողովում, որ արդեն նախատեսվում է հստակ տուգանք տրանսպորտային միջոցից օգտվելիս չվճարելու, չիդենտիֆիկացնելու, չվավերականացնելու համար եւ մենք իհարկե որոշ ժամանակ այս տեղեկատվական արշավը կիրականացնենք, բայց ինչ որ մի փուլից կսկսվի նաեւ տուգանվելը։
Արևիկ Սարդարյան, Արմալուր։